Մեկ տարի առաջ ձևավորված կամավորների կոալիցիան վերջապես պայմանավորվել է։ Անվտանգության երաշխիքներ տալ Ուկրաինային հրադադարի հաստատումից հետո։ Մոտ 30 երկրների առաջնորդների որոշումը պատմության մեջ կմնա որպես Փարիզյան հռչակագիր։ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են նաև եռակողմ փաստաթուղթ, որով Փարիզն ու Լոնդոնը հայտարարել են պատերազմից հետո Ուկրաինա զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին։ Խոսքը խաղաղապահ կամ անվտանգության ապահովման ուժերի մասին է, որոնց մանդատը սակայն դեռ հստակեցված չէ։ Հրադադարից հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կստեղծեն ռազմական կենտրոններ ամբողջ Ուկրաինայում և կկառուցեն անվտանգ օբյեկտներ զենքի և ռազմական տեխնիկայի պահեստավորման համար։ Մենք կմասնակցենք Միացյալ Նահանգների գլխավորությամբ հրադադարի մոնիթորինգին և ստուգմանը։ Կաջակցենք Ուկրաինայի պաշտպանության համար զենքի երկարաժամկետ մատակարարմանը։ Ռուսաստանի կողմից ապագա զինված հարձակման դեպքում մենք կշարունակենք աշխատել Ուկրաինային աջակցելու մեր պարտավորությունները հստակեցնելու համար։ Այս ամենը նպատակ ունի ստեղծել գործնական հիմքեր, որոնց վրա կկառուցվի խաղաղությունը։ Սակայն մենք կկարողանանք խաղաղության համաձայնագրի հասնել միայն այն դեպքում, եթե Պուտինը պատրաստ լինի փոխզիջման։ Մոսկվայի դիրքորոշումը սկզբունքորեն անփոփոխ է։ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ երբեք չեն համաձայնի Ուկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությանը, այն համարելով ուղղակի սպառնալիք իրենց ազգային անվտանգությանը։ Փարիզյան հռչակագրին Կրեմլը դեռ չի արձագանքել, սակայն Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հրապարակել է մի նկար անգլերեն կարճ նախադասությամբ՝ «Մի խաղացեք Ռուսաստանի հետ»։ Կոալիցիայի գագաթնաժողովին առաջին անգամ ներկա էին նաև ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։ Սակայն ըստ Պոլիտիկոյի Վաշինգտոնը չի ստորագրել Փարիզյան հռչակագիրը։ Ավելին, փաստաթղթի վերջնական տարբերակից հանվել է այն կետը, որը նախատեսում էր Միացյալ Նահանգների անմիջական ներգրավվածությունը Ուկրաինայում տեղակայվելիք բազմազգ ուժերում։ Նախնական նախագծում Միացյալ Նահանգները պարտավորվում էր Ռուսաստանի նոր հարձակման դեպքում աջակցել կոալիցիոն ուժերին հետախուզական և լոգիստիկ միջոցներով։ Մակրոնի խոսքով Միացյալ Նահանգները պատրաստ է ստանձնել հրադադարի պահպանման մոնիթորինգի առաջատար դերը։ Թուրքիան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծովային բաղադրիչի պատասխանատվությունը։ Փարիզյան հռչակագիրը քայլ առաջ է, բայց այն ինքնին բավարար չէ։ Մենք տեսնում ենք քաղաքական կամք, ձևավորված կոալիցիա և ամենօրյա ինտենսիվ երկխոսություն։ Այժմ կարևոր է, որ այս պարտավորությունները հաստատեն նաև եվրոպական խորհրդարանները։ Միևնույն ժամանակ Փարիզյան հռչակագիրը չի լուծել ամենաազգայուն հարցը՝ տարածքների խնդիրը։ Ուկրաինայի նախագահը սակայն համոզված է, որ փաստաթուղթը կարևոր քայլ է այդ ճանապարհին։ Իհարկե սա դեռ բավարար չէ։ Մենք հույս ունենք, որ այս փաստաթուղթը կստանա եվրոպական խորհրդարանների քաղաքական աջակցությունը։ Միաժամանակ շատ արդյունավետ երկխոսություն ունենք ամերիկյան կողմի հետ և կարող եմ ասել, որ ամեն օր մեկ քայլով մոտենում ենք ցանկալի արդյունքին։ Արդյունավետությունը կախված է ոչ միայն եվրոպական խորհրդարաններից, այլև առաջին հերթին Մոսկվայի ռազմաքաղաքական հաշվարկներից, կարծում են փորձագետները։ Եվ ընդգծում, որ Փարիզյան հռչակագիրը ավելի շատ քաղաքական ազդակ է, քան անվտանգության վերջնական մեխանիզմ։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։